2026 թվականի մայիսին Արգենտինայից դեպի Ատլանտյան օվկիանոսային երթուղի ընթացող MV Hondius զբոսաշրջային նավի 150 ուղևորներից մեկի մոտ արձանագրված ծանր ախտանշանները հետագայում հաստատվեցին որպես հանտավիրուսի Andes շտամով վարակում, ինչը դարձավ նավի վրա հիվանդության արձանագրված առաջին հայտնի դեպքը։ Հանտավիրուս վարակը վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում փոխանցվում է մարդուն կրծողների միջոցով։ Աշխարհում հայտնի են մոտավորապես 50-ից ավել հանտավիրուսի տեսակներ, ու նրանք բոլորը տարբերվում են իրենց կենսակերպով, իրենց ախտածնությամբ։ Մայթի հետ կապված տարբերակում են հանտավիրուսների երկու մեծ խմբեր, որոնք առավելապես մի խումբը տեղակայվում է Լատինական Ամերիկայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում, ամերիկյանում, ասենք ասենք, մայրցամաքներում եւ Եվրասիական տարածաշրջանի համար։ Այս պահի պաշտոնապես հաղորդվել է առնվազն 11 դեպքի մասին, որոնցից երկուսը դեռ չհաստատված, արձանագրվել է 3 մահ։ Հիվանդության ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակման աղբյուրի հետ շփումից մոտավորապես 1-ից 8 շաբաթ անց, եւ որպես կանոն ներառում են տեն, գլխացավ, մկանացավ, ինչպես նաեւ ցավ որովայնի հատվածում փսխում է առաջանում, սրտխառնոց։ Թեև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բազմիցս նշել է, որ սա նոր COVID չէ եւ լայնածավալ համավարակի ռիսկը ցածր է, այնուամենայնիվ դեպքը միջազգային մեծ արձագանք է ստացել։ Միևնույն ժամանակ հայտնում են, որ թվերը դեռ կարող են փոփոխվել, քանի որ շարունակվում է ուղևորների շփման շրջանակի բացահայտումը։ Հայաստանի Հանրապետությունը ունի համապատասխան բոլոր կարողությունները եւ միջոցները, ռեագենտները, այդ նյութերը, լաբորատոր ստուգումները իրականացնելու համար, եւ անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք այդ իրականացնել եւ ախտորոշումը եւ պատշաճ համապատասխան միջոցներ ձեռնարկենք մասով։ Այս պահին համաճարակաբանական իրավիճակը այդ հանտավիրուսների նկատմամբ Հայաստանում հանգիստ է, անհանգստանալու այս պահին բան չունենք։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հորդորում են հետեւել միայն պաշտոնական հայտարարություններին, եւս մեկ անգամ շեշտելով հանտավիրուսի տարածման սպառնալիքի տեսանկյունից Հայաստանը գտնվում է գերցածր ռիսկային գոտում։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։